Իդեպ 3 Հայաստան վերադարձան 2020 թվականին գերեվարված 3 և 2023-ին գերեվարված 1 քաղաքացի։ Միևնույն ժամանակ Սիրիային են փոխանցվել Հայաստանում ազատազրկման դատապարտված վարձկաններ, որոնք 2020-ին մասնակցել են 44-օրյա պատերազմին և ըստ հրապարակված տվյալների յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար ստացել են $100։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվանագիտական ձեռքբերում և քայլ առ քայլ հաստատվող խաղաղության ապացույց, սակայն այս գնահատականը դժվար է ընդունել, երբ Ադրբեջանում շարունակում են պահվել պաշտոնապես հաստատված առնվազն 19 հայ ռազմագերիներ։ Պատերազմներից հետո խաղաղության մասին կարելի է խոսել միայն բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների անհապաղ վերադարձի դեպքում, ոչ թե տարիներ անց և անհամաչափ սխեմաներով, երբ 4 խաղաղ բնակչի ազատումը հակադրվում է 2 ծանր հանցագործի փոխանցմանը։ Փաշինյանը հայտարարում է, որ տեղի ունեցածը փոխանակում չէր, այլ Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման գործընթաց։ Թերևս զուգադիպություն էր, որ այս երկու իրադարձությունները տեղի ունեցան նույն օրը։ Հարց է առաջանում, եթե սա խաղաղության գործընթաց է, ապա ինչու այդ խաղաղության պայմաններում Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս հարցը հռետորական չէ, այն պարզաբանում է պահանջում, քանի դեռ խաղաղություն բառը չի դադարել լինել պարզապես նախընտրական արշավի մի մաս։